տարիներ առաջ ելելա որ հանդիպել ենք ամերիկացու, որ իմացել եմ մենք հայ ենք եւ միշտ ասա քրքրքորյան Լաս Վեգասում արդեն գրեթե 3 տասնամյակ բնակվող Վազրիկ Մակարյանը հիացմունքով է խոսում աշխարհի ամենահայտնի հայերից մեկի Քրքրքորյանի մասին։ Ժամանցի համաշխարհային մայրաքաղաքն այսօր այս կարգավիճակն ունի նաև մեր հայրենակցի շնորհիվ։ Լաս Վեգասն ունի նաև հայկական համայնք։ Մոտավորապես 30-ից 35 հազար հայություն կա, որովհետև որոշներ կան, որ շատ չեն խառնվում համայնքի մեջ, բայց կան։ Տարիների ընթացքում այստեղ ձևավորվել է փոքր, բայց համախմբված համայնք։ Կարևոր կենտրոններից մեկը Սուրբ Կարապետ եկեղեցին է։ Այստեղ ամեն կիրակի հավաքվում են հայ ընտանիքներ մասնակցելու Սուրբ Պատարագի։ Ով է գրել հայոց այբուբենը։ Եկեղեցուն կից գործում է Սեդա Թաջիրյան շաբաթօրյա դպրոցը։ Շատ ուրախ են գալիս, շատ սիրով են սովորում հայերենը, որը շատ ողջունելի է եւ հուզիչ է։ Դպրոցում մեկնարկել է շինարարական նոր նախագիծ, այն պատրաստ կլինի արդեն հաջորդ տարի։ Ամենօրյա մանկապարտեզ է լինելու, մեկ է շաբաթօրերը մեր Սեդա Թաջիրյան դպրոցը պիտի շենքը օգտագործի, որ մեր երեխեքը տեղ ունենան, հիմա մեր տեղը քիչ է, ամեն տարի երեխեքը շատանում են, սկսել ենք 60 հատ, 3 տարի առաջ 60 հատ աշակերտ ունենք, այս տարի 140 հատ աշակերտ ունենք, արդեն տեղ չունենք։ Լաս Վեգասում գործող հայ պարարվեստի խմբակ հաճախում են նաև օտարազգիներ ծանոթանում սովորում հայկական պարեր։ Հայաստանի անկախության օրվան նվիրված մենք մասնակցեցինք, ներկայացրեցինք հայկական մեր պարերը, հայկական մեր երգերը, շատ ուրախ անցավ ու մենք միշտ հպարտ ենք, որ միշտ հայկականն ենք մենք ներկայացնում Լաս Վեգասի գաղութին։ Լաս Վեգասի հայերը ակտիվ մասնակցում են նաև քաղաքի մշակութային կյանքին, գործում են հայկական կազմակերպություններ, անցկացվում են մի շարք կրթական նախաձեռնություններ եւ ազգային տոնակատարություններ։ Ուրիր Մկրտչյան, Հակոբ Փափազյան, լուրեր։